Իմ քայլը բարեգործական հիմնադրամը 2025 թվականի ընթացքում ստացել է ընդհանուր առմամբ 19 նվիրատվություն։ Նվիրատվությունները կատարվել են տարբեր հիմնադրամների, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների, փակ բաժնետիրական ընկերությունների կողմից, ինչպես նաև գրանցվել են անանուն փոխանցումներ։ Այս մասին Փաստինֆոն տեղեկանում է Իմ քայլը հիմնադրամից ստացված տվյալներից։ Ստացված նվիրատվությունների շարքում առանձնանում են հատկապես երկուսը, խոսքը Arm-Swiss բանկի եւ Աղթալայի լեռնահարստացման կոմբինատ փակ բաժնետիրական ընկերության մասին է, որոնք հիմնադրամին նվիրաբերել են համապատասխանաբար 1 միլիոն եւ 10 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ։ Փաստինֆոյի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Arm-Swiss բանկը 2025 թվականին ընդգրկված է եղել 1000 խոշոր հարկատուների ցուցակում տարբեր եռամսյակներում զբաղեցնելով փոփոխական դիրքեր, մասնավորապես տարվա առաջին եռամսյակում բանկը զբաղեցրել է 29-րդ տեղը, երկրորդ եռամսյակում 59-րդը, երրորդում 72-րդը, իսկ չորրորդ եռամսյակում 78-րդ տեղը։ Ինչ վերաբերում է Աղթալայի լեռնահարստացման կոմբինատ փակ բաժնետիրական ընկերությանը, ապա վերջինս 2025 թվականի ընթացքում խոշոր հարկատուների ցուցակում արձանագրել է դիրքերի շարունակական անկում։ Եթե տարվա առաջին եռամսյակում ընկերությունը զբաղեցրել է 420-րդ տեղը, ապա տարեվերջին արդեն 690-րդ հորիզոնականում է եղել։ Միաժամանակ համացանցում տարածված տեղեկությունների համաձայն Աղթալայի լեռնահարստացման կոմբինատի հանքափորները հունվարի կեսերից իրականացնում են գործադուլ։ Ըստ հրապարակումների, աշխատակիցները պահանջում են աշխատավարձերի բարձրացում եւ աշխատանքային պայմանների բարելավում, մինչդեռ ընկերության ղեկավարությունը ըստ նույն աղբյուրների սպառնում է աշխատանքից ազատումներով։